Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է։ Այսօր ես հյուրընկալել եմ ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Ընտրությունները բարով խերով ժողովրդական լեզվով ասած անցած, իհարկե չգիտեմ ինչքանով բարով, առավելևս ինչքանով խերով, ամեն դեպքում մի տեսակ անեկդոտ դարձած արտահայտություն կա, չէ՞, որ ընտրություններից հետո Գյումրին դարձավ լենինական։ Մի քիչ դառը խոսվիթ է, անեկդոտ, բայց ըստ ձեզ ինչքանով է մոտ ճշմարտությանը։ Դա խորքային արմատներ ունի եւ հանրային ընկալումների մեջ շատերի մոտ չէր էլ փոխվել Գյումրի։ Շատերը այդպես էլ ասում էին լենինական, փորձում էին արմատը լեն բառը տնել, բայց բոլորը հասկանում են, որ Լենինի հետ կապ ունի։ Իրականում քաղաքացիները, ովքեր մասնակցեցին ընտրություններին, ընտրեցին իրենց արժեհամակարգով համապատասխան մարդկանց։ Ընտրությունը երկրորդ հերթին անհատների միջև էր, քան թե քաղաքական ուժերի կամ գաղափարների, գաղափարական ընտրություն, ծրագրերի ընտրություն այդպես էլ տեղի չունեցավ։ Ավականի անցած 5 ուժերի 4-ը համախմբվել էին մի այնպիսի գաղափարի շուրջ, որը Գյումրու զարգացմանը չէր առնչվում։ Առնչվում էր Հայաստանում քաղաքացիական պայմանագրի իշխանությանը վերջ տալուն, այսինքն ավելի շատ ներողություն ընդդեմ, քան անուն։ Դա ակնհայտ էր, իրենք էլ էին հայտարարում, որ անելու են այնպես, որ քաղաքացիական պայմանագրի իշխանությունը դադարի լինել երկրում իշխող քաղաքական ուժի իշխանություն, սկսած Գյումրիից։ Այս 1 տարի, մի քանի ամիսը ինչքան ակնհայտ դարձավ, պլանավորում են այս փոքրիկ տեղական հաջողությունը զարգացնել այնպես, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի իշխանության վերջը տալ։ Այս տրամաբանության մեջ էր։ Այնինչ ենթադրվում է, որ տեղական ընտրություններում պիտի տեղական խնդիրները եւ խնդիրների լուծումները, գաղափարները, ծրագրերը լինեին գերակա, ինչպիսին չեղավ։ Հիմա այդ փոքրիկ նպատակին, որը իրենք մեծ նպատակ էին սահմանել, հասան։ Շարունակությունը շատ անորոշ է Գյումրու շահի տեսանկյունից։ Ղուկասյան Վարդանի կառավարման որակի եւ կառավարման հնարավորությունների հատկապես տեսանկյունից, ունենալով ընդամենը հազիվ 8 հոգի ավականու կազմում, անընդհատ ապավինել աջակցող կամ իրեն քաղաքապետ դարձնող ուժերի ավականու անդամների քվեներին եւ հենվելով Գյումրու աղքատիկ բյուջեի վրա, չնայած ունեցած մեծ խոստումներին, սա ենք անելու, սա ենք բերելու դրսից, ռուսական գործարաններ են հեսա բացվելու, ամբակորգոր, խոշոր հիվանդանոց, ինչ հիվանդանոց էլի, դրա ժամանակն է կամ այդ հիվանդանոցն է գլխավոր խնդիրը Գյումրի քաղաքի։ Գյումրի քաղաքի գլխավոր խնդիրը եղել է եւ մնում է ներողություն արդյունավետ կառավարումը։ Արդյունավետ կառավարումը իր բոլոր հնարավոր շերտերով, նաեւ իհարկե միջոցների հայթայթմամբ եւ համալրմամբ։ Պոպուլիստական մտքեր ամբողջահատ ժողովրդին դուր գալու համար ինչքան ասեք։ Կարելի է շտեմարան լույս ընծայել հետագա բոլոր ընտրությունների համար տեխնացուները օգտվեն, թե որքան պոպուլիստ կարող է լինել քաղաքական ուժը, դա նորություն չէ եւ դա հայաստանյան խնդիր չէ, Թրամփից սկսած եվրոպական, Օրբան եւ այլն, բոլորի հիմնական գործիքն է ճան-ճիգար լինել ընտրողների հետ, մենք միակն ենք, մենք տավն ենք, մենք ամենաուժեղն ենք, պլյուս պրոկրեմլականությունը կամ կրեմլահպատակությունը այն հաշվարկով կերծվեց ժողովրդին, թե հանրության մեջ իր ակնկալիքով կամ իրենց ակնկալիքով բան կա Կրեմլին անվերապահորեն հավատացող, Կրեմլի անունը տվողների նկատմամբ անվերապահ հավատքայի բեր, իրականում դա այդպես չէ, իրականում տեղի ունեցել ավելի շատ անձերի ընտրություն, քան թե քաղաքական ուժերի ընտրություն։ Նույն կոմունիստական կուսակցությունը 3.5 տարի առաջ Գյումրիում ստացել էր 300-ից մի քիչ ավելի քվե։ Հիմա եթե ինքը լիներ ուրիշ քաղաքական ուժի առաջին համարը, ստանալու էր իր քվեները, կոմունիստական կուսակցությունը ստանալու էր 200-300 քվե։ Լավ, դուք բավականին դիպուկ նկատողություններ եք անում հումորի դաշտին ավելի մոտ, ըստ ձեզ ինչ արժեհամակարգ աշխատեց եւ որ արժեհամակարգը հաղթեց չէ, բայց հավաքեց այսքան ձայն։ Նախ պոպուլիզմը։ Բանը մեռնեմ քաղաքից ջանին հոգեբանություն, եթե գյումրեցիների վրա դա ազդում է։ Այն էլ ոնց է ազդում։ Ազդում է շատ կեշ։
Հա, եթե դուք թասիբով մարդ եք, թասիբով մարդուն պիտի ընտրեք։ Մենք իհարկե մեր քարոզարշավի մեջ նման բառապաշարներ, բառերշպաներ չենք օգտագործել, մեթոդներին չենք դիմել, մեզ վայել չէ։ Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում մարդկանց կոնկրետ ծրագրեր առաջարկելու փոխարեն ջան-ջիգար լինել հետները, ասել ջան, ջիգար, մեռնեմ քաղաքից ջանին, կյանքին եւ այլն եւ այլն։ Նախկին քաղաքապետի նախկին բոլոր կապերը եւ ազգ, երամ, թաղային ազդեցություն, հեղինակություն ինքը ըստ երևույթին ակնկալում էր ունենալ քվեների կեսից ավելին եւ սա իր համար շատ ծանր հարված է, որը ինքը ճանում է ցույց չտալ, բայց երեկվա իր խոսքերում հասկացվեց, որ ինքը նկատել է, որ ինքը ծանր դրության մեջ է հայտնվել, անընդհատ կախված լինել սատարիչ ուժերի քվեներից եւ այս աղքատիկ բյուջեից փորձել մի բան անել շատ բարդ է լինելու, իսկապես մոռանանք են ամբողջը, ով է ինքը, ինչ կենսագրություն ունի եւ ապօրինի գույքը մոռանանք, քրեական գործը մոռանանք, ով էլ լիներ Գյումրու քաղաքապետ, բավականին բարդ դրության մեջ էր հայտնվելու եւ ես սա ասել էի քարոզարշավից առաջ էլ, քարոզարշավի ընթացքում էլ, այնտեղ այդ տեսակ քաղաքի համար այդ հնարավորություններով մեղր չեն բաժանում, էլի, բավականին լուրջ թռիչքացև զարգացում ապահովելու համար լուրջ վարչական եւ կառավարչական ջանքեր է պետք ներդնել, կարողություններ է պետք ունենալ, ինչպիսին ինքը չունի եւ հավես չունի ունենալու, որովհետեւ իր կառավարումը եղել է այնուամենայնիվ խմբային, թիմային, հա, եւ գումարած քաղաքի աղքատության մակարդակը բոլոր տարիներին ամենաաղքատ քաղաքներից մեկն է եղել Գյումրին, եթե ոչ ամենաաղքատը, երբ մարդիկ այդ ծրագրերը կարդալու հավես չունեն, մի թիկա հաց տվեք մեզ, մի կապոց փետ տվեք մեզ, մի աման ճաշ տվեք մեզ, եւ այս տրամաբանության մեջ աճեցվել էր եւ աճած կա որոշակի ընտրազանգված, որը դրանով կգոհանա, տեսար ինչ լավ մարդ էր, ինձ մի կապոց փետ տվեց, տնակներից սկսած մինչև սոցիալական եւ դա եղել է միշտ համայնքի ռեսուրսների օգտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Էտած ծառերի ճյուղերը բաժանել կարիքավորներին ես արեցի, լավ արեցի, օգնեցի, հա։ Քաղաքապետարանի շենքը ես կառուցեցի, ոչ քաղաքն է կառուցել։ Քաղաքի բյուջեի միջոցներով է կառուցվել։ Գումարած իհարկե իշխանությունից զրկված Քոչարյան Ռոբերտ Սարգսյան նրա բոլոր արբանյակների եւ նրանց ենթակա լրատվամիջոցների պրոպագանդիստական աջակցությունը, ինչը զգալի ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, քարոզարշավի ընթացքում այդ 4 քաղաքական ուժերի քննադատության թիրախը եղել է ոչ թե քաղաքային խնդիրների արած լինել չլինելը ՔՊ-ի կամ նախորդ եղած բոլոր իշխանությունների, այլ համապետական մասշտաբով ցախողումները, դրանց ներկայացումը, հողատուները, մտնելու ենք Շուշի, վերցնելու ենք, գնանք Մուշ, Սասուն, Բերլին ենք մտնելու եւ այլն, այս ամբողջը եղել է քաղաքի շահերի չպխող, սա եղել է համապետական մակարդակում ՔՊ-ին իշխանազրկելու հերթական արարողության շրջանակներում։ Պրո-ռուսական, ինչպես դուք ասեցիք, Կրեմլը հպատակ ուժերի համար սա հաղթանակ էր։ Սա իրենց առանձին վերցրած մի փոքրիկ բան է սա։ Ամբողջ սցենարը իրենց կամ 26 թվական, այո, այս տեսանկյունից սկսենք Գյումրիից, Փաշինյանը Գյումրիից է սկսել եւ այլն, այս ամբողջը փորձեցին կերցնել հանրությանը եւ շարունակելու են օգտագործել, եթե այս 1 տարվա ընթացքում տեղական ընտրություններ էլի լինեն, Վանաձորում ասենք թե արտահերթ կամ մեկ ուրիշ տեղում, անպայման օգտագործելու են սա որպես հաղթաթուղթ, քաղաքական պայքարի տեսանկյունից նորմալ է։ Բնական է փոքրիկ հաջողությունները փորձել զարգացնել հասնելով համաժողովրդական կամ համապետական մասշտաբների գլխավոր նպատակին հասնելու համար։ Ներողություն, իսկ ժողովրդի մոտ այն ռեալ ընտրողի, пассив ընտրողի, ով չգնաց ընտրությունների, սա չի կարող նաև ահազանգ դառնալ, որ եթե ես կրկին արդեն համապետական ընտրություններում նստեցի տանը, չգնացի ընտրությունների, ակտիվ փոքրամասնությունը, ցավոք ակտիվ փոքրամասնության մեջ ավելի շատ են այն կարգի ընտրողները, ովքեր ինչ որ հուշերի են տրվում, հիշում են 3 ռուբլյանոց երշիկը, 1.5 ռուբլյանոց օղին, կամ չգիտեմ, ես քվեարկելու են իրենց հուշերի օգտին, հա։
կարող են տեսեք, եթե մենք հեղափոխություն, տեղատվություն, մակընթացություն սխեմայով ենք նայում, այդ հեղափոխություն ասածը որն է, իշխանության ցնցումնային փոփոխություն, առանց օրինազանցության այս դեպքում, հա։ Հաճախ ասում են, չի ընտրվել հեղափոխության միջոցով է դարձել իշխանություն ԿՊ-ն, այնուամենայնիվ վարչապետը ընտրվել է ազգային ժողովում նախորդ իշխանությունների օրոք, ընտրություն է տեղի ունեցել։ Հեղափոխական արմատական բարեփոխումներ չանելը կամ խոստանալ չանելը կամ վճռականություն չդրսևորելը հանգեցնում է տեղատվության եւ ռևանշը իշխանություն ունեցածների վերադարձը շատ տրամաբանական է, եթե կուզեք նույնիսկ ֆիզիկայի օրենք է։ Իհարկե սրա մեջ կարևոր հանգամանք է ապօրինի կույքի հետապնդումը, որը մոտիվացնում է նախկիններին եւ նրանց արբանյակներին, ցակուկներին, անպայման վերադառնալ իշխանության, որպեսզի դա ապօրինի կույքը պահվի, փրկվի։ Իսկ ինչու՞ չի մոտիվացնում ընտրողներին։ Բանն այն է, որ իշխանությունները այս 7 տարիների ընթացքում բավարար վճռականություն չեն դրսևորել, իրենց խոստումների մի մասը տրժել են, մի մասից հրաժարվել են, ինչ էլ որ արել են շատ մեծ տանդախկոտությամբ, ինչ ահագին մարդու հիասթափեցրել է, նույնիսկ իրենց է հիասթափեցրել։ Քարոզարշավի ընթացքում, եթե կհիշեք, ամեն անգամ Ղուկասյան Վարդանի ինչ-ինչ հայտարարություններից հետո ԿՊ որոշ ներկայացուցիչներ Facebook-ում անթաքույց գրում եւ հայտարարում էին, որ այդ մարդիկ պիտի բանդում լինեին։ Ներողություն։ Մեղայ ասու, ով պիտի այդ մարդկանց բանդ տներ, եթե համարում եք, որ իրենք բանդում պիտի լինեին։ Եվ հանրությունը սա տեսնում է, ու ահագին մարդ ասում է, փաստորեն մենք լուրջ էինք ընդունել այդ խոստումները, հիմա լավամարդ վատամարդ եղանք այս մարդկանց հետ, որոնք դու մի ասա հիմա վերադառնում են իշխանության։ Շատ երկրներում այս process-ը, այս տեղատվություն մակընթացությունը դիտվել է։ Եթե կհիշեք, Ուկրաինայում, որպես պոստսովետական երկրի օրինակ բերեմ, 4-5 թվականների նարնջակույն հեղափոխությամբ իշխանության եկան հեղափոխական ուժեր, Յուշչենկո, որը 5 տարվա ընթացքում չկարողացավ անել այնպիսի փոփոխություններ, միայն ինքը չէ, էլի այդ քաղաքական թևը, որոնք մարդկանց կներշնչեին այնպես, որ իրենք պիտի պահպանվեն։ Յանուկովիչ իհարկե Մոսկվայի աջակցությամբ, այնտեղ շատ լուրջ աջակցություն է եղել, վերադարձավ, տեղատվություն եղավ եւ հետո 13 թվականին նոր սկսվեց այս մյուս ալիք փաստորեն, սա կարող է լինել բարբերաբար, եթե իշխանությունները բավարար վճռականություն չեն դրսևորում հեղափոխությամբ իշխանություն դարձած մարդիկ իրենց խոստումները կատարելու մարդկանց ակնկալիքները ով Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմացել է եւ գիտե թե ինչու են այդ մարդիկ փողոց ելել 18 թվականին մի կտոր հացի համար չէին ելել էին արդարության պահանջով մերժելու իշխանությունները խոստացել էր անել եւ այդ խոստումների չնչին մասն է կատարել կարող ենք թվարկել բայց երկար ժամանակ կխլի սա ինչ որ բան արել են փոքր մաս մեծ մասը գլխավորը արդարադատություն, իրավապահ համակարգի բարեփոխումներ, դատարանների վեթինգ եւ այլն, լյուստրացիա առավել եւս չի արվել, ապա սովետականացման մասին օրենքի ընդունում, որը թույլ չէր տա այնպիսի զառանցախառն մտքերի արձարծում, ինչպիսին է Հայաստանի ինքնիշխանությունը լուծարելը կամ մասնակիորեն զիջելը։ Այս բաները չի արել։ Բավականին բացատրվել է այս իշխանությանը, որ այս բաները չեք արել, ժողովուրդ ջան, մի ակնկալեք հանրության լրացուցիչ աջակցությունը։ 21 թվականին ելավ ասաց, որ մեզ Պողպատե մանդատ է պետք տվեք, որ մենք ներողություն որ չենք արել, Փաշինյանի խոսքերն են։ Հա, այ որպեսի անենք, մեզ դրանից հետո կարծես թե ստացավ այդ ձայների բացարձակ մեծամասնությունը, այնուամենայնիվ իր խոստումների մեծ մասը չի կատարել։ Հաջորդ ընտրություններին էլի, ինչպես եւ բոլոր նախորդ իշխանությունները ելնելու են ասեն, այ մեր կիսատ արածը բանը հնարավորություն տվեք, շարունակենք, լրացնենք եւ այլն։ Մարդիկ էլ տեսնում են, ասում են, այ մարդ, այս բանը ոնց որ թե Երևի շատ է ուզում անել լավագույն դեպքում, բայց չի կարողանում անել։ Ես հակված եմ մտածել, որ կարողությունը այս իշխանության քաղաքացիական պայմանագրի այսքանն է։ Չի կարելի էլի ինձ ղրգել ծանրամարտի մրցումների եւ 700 կիլոնոց ծանրաձողը դնել վրես, էլի չեմ ինչքան էլ ուզեմ, ինչքան էլ խոստանամ Կակիկ Մկրտչյանին, որ ես գնալու եմ հաղթեմ, տվեք ձեր քվեն ինձ ուղարկեք այդ մրցումներին։ Այս մարդկանց ուժը, զորությունը, կարողությունը, ինտելեկտուալ, քաղաքական, եսիմ չի բավարարում դա անել ցավոք, էս է։ Մարդիկ ակնկալում էին, որ բան կփոխեն, շոշափելի բաներ կփոխեն, քաղաք ապօրինի գույքի տերերը ինչ գործ ունեն, մասնակցեն ընտրություններին ընդհանրապես։ Ապօրինի գույքի մեջ աշխատող մարդկանց քանակը 100,000-ից ավելի է։ Դա մոտ 300,000 քվե է։
Այդ մարդկանց կարիք կա բացատրելու, թե ում պիտի քվեարկեն։ Ես ինչի համար բերեցի Ֆրանսիայի օրինակը, իսկ դուք արդարացիորեն Ուկրաինայի, որը post-սովետական երկրի օրինակ էր, Ֆրանսիայում Մակրոնը ակնհայտորեն համոզվեց, որ եթե ոչինչ չձեռնարկի, Լպենը հաջորդ ընտրություններում հաղթելու է։ Եվ Լպենին հեռացրեց քաղաքական գործընթացներից։ Դա կարող է Որոշ իմաստով ասում են, որ դա սխալ է, որ դա չարաշահում է իշխանության, բայց Ֆրանսիան այդ օրինակը էլի է ունեցել։ ոչ միայն Ժակ Շիրակի օրոքել է։ Ոչ միայն Ֆրանսիան, Իսպանիան եւ ելի մի քանի երկրներում դատարանները գնահատելով, որ այս քաղաքական գործիչների գործունեությունը այս օրենքներով ուրեմն օրինազանցություններ են կամ եթե շատ ընդհանուր ժողովրդական հասկանալի լեզվով ասենք հակապետական գործունեություն են, ինչի է նման, եթե մեկը ելնի ասի, ես ուզում եմ երկրի վարչապետ կամ падգամավոր դառնալ, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա Ռուսաստանի մաս։ Գուբերնիա։ Հա, կներես ժողովուրդ, այսինքն դու այս գլխից բանը որպես հակապետական ծրագիր ես հա, պետության կործանիչ ուզում ես ներդրվել ընտրություններին մասնակցել, դառնալ իշխանություն, երկիրը լուծարելու համար հորադարև հազար ներողություն, էլի, ելքել է, դատարանով որոշում ենք, որ դու որպես տեխնացու չես կարող լինել, գնա բողոքարկի ինչքան ուզում ես, հասի մարդու իրավունքների Եվրոպա, ինչ ուզում ես արա։ Դու SSS հանգամանքների բերումով կամ օրենքի ուժով, եթե ապացուցել ես, որ այսինչ կուսակցությունը, այսինչ գործիչները վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը, իսկ Հայաստանում 7 տարում դա վաղուց հնարավոր էր ապացուցել, եւ դու զրկվում ես տեխնացու լինելու իրավունքից, ընտրող լինելու իրավունքից չես զրկվում։ Սա պիտի արվեր ապօրինի գույքի տերերը, պիտի վաղուց ուրեմն այդ գույքից զրկված լինեին եւ դա պիտի անցած լիներ նրանց, ումից դա կողոպտվել էր Հայաստանի Հանրապետությանը։ Եվ որպեսզի այդ փողը չդառնար լրատվամիջոց, չդառնար բիզնես, չաճեր այդ բաները եւ այդ համակարգը չկարողանար մանդատների համար կռիվ տալ։ Այս դեպքում մենք կունենայինք ընտրողի ազատ կամ արտահայտման ձևավորում եւ կամքի արտահայտում, ազատ կամքի ձևավորում եւ արտահայտում։ Այնինչ մեր երկրում ընտրությունների մասով փոխվել է միայն բուն քվեարկության դրվագը։ Ընտրակաշառք չի բաժանվում տեղամասերի առաջ, արձանագրությունները չեն պատրվում, նորը գրվում, չհիլացնվում քվեատուփը, կարուսելը չկա, բանը չկա, բայց քաղաքացու ազատ կամքի ձևավորման մակարդակին մենք դեռ չենք հասել։ Ապօրինի գույք հանդիսացող հյուրանոցի աշխատողներին պետք է կաշառք տալ, որ գնան հյուրանոցի տիրոջը ընտրեն։ Կարիք չկա։ Այդ մարդը վաղուց գիտե, որ ինքը շատ շնորհակալ է սեփականատիրոջը, իր ընտանիքով Գերդաստանով ոչինչ էլ չասեն, ինքը գնալու է քվեարկի այդ մարդու օգտին։ Հիմա այս դեպքում ինչպես կարելի է ընտրությունները ամբողջությամբ ազատ եւ արդար համարել։ Հիմա ինչ որ բացատրում եմ, 7 տարի բացատրվել է հրապարակային կերպով։ Իշխանությունը միշտ մատների արանքով է նայել սրան։ Եվ ամենավատն այն է, որ միշտ համարել է, որ բանը դե ազատ արդար ընտրություններ են տեղի ունեցել։ Իսկ հնարավոր է, որ հիմա իշխանությունները այս դեպքից հետո փոխեն մարտավարությունը։ Հայաստանի իշխող քաղաքական ուժը իր վարքով, իր վարքային զիգզագներով մի օր քնից ելնում է, բողոքում է իշխանությունից, մյուս օրը վճռականորեն ասում է համբերությանս բաժակը լցվել է, մյուս օր ինչ-որ բան է անում, մյուս օր մոռանում է խոստացածը, գալիս է ընտրություններին, ասում է ինձ պողպատե մանդատ տվեք, որ անեմ չարած, այն գեշ տված էր։ Տված էլ ինչ պիտի ասեք ինչ էր պետք, հարգելի պարոն Փաշինյան եւ մյուսներ, ինչի կարիք եք ունեցել, որպիսի իրավապահ ոստիկանություն, քննչական, դատախազություն, դատական համակարգների վեթինգ տեղի ունենար, քննազտում։ Չի կարող չէ 20-30 տարի հանցագործ որոշումներ կայացրած քննիչը, դատախազը, դատավորը, ոստիկանապետը համակարգ, հա, այդ մարդիկ չեն կարող, բանը, ընդհանրեն խոսքի թիման վրա, պարոն Փաշինյան, թե շանս ենք տալիս աշխատեք, սիրո եւ հանդուր ժողականություն, իրենք մնալու են նույնը ինչ կային, գուցե զսպեն իրենց այդպիսի հակումները, մի օր էլ կարող է զանգես հերը քեզնից էլի, ասես հələ այս քաղաքական գործի հերնանից եք, էլի, բան իրենք էլ ասեն, վայ վերջապես վերադառնում ենք այն հին կանոններին, կանեն թե չեն անի այս մի տարվա ընթացքում այս իշխանությունը, պիտի որ հասկացած լինի, բայց ոնց որ չեն հասկացել, գաքի ջան, կներեք, ամբողջ հարցը այն է, որ իմ տպավորությունն է, որ չեն հասկացել, թե ինչպես են ծախողել հեղափոխական օրակարգը։ Աշխարհում շատ լուրջ բաներ են փոխվել։ Աշխարհի թիմ 1 ժողովրդավարության բաստիոնում այսօրվա խոսիքը, եթե մենք ուշադիր լսենք ու անալիզի ենթարկենք, շատ մոտիկա, ասենք, դասական դիկտատորական երկրի ղեկավարի խոսույթի։
Միացյալ Նահանգների իր կողքին նստած է Սալվադորի պրեզիդենտը, որը ապուրինի սահմանադրությունը խախտելով, բայց շատ լավ բան է արել։ Հավաքել է Սալվադորի 20,000 թե ավել հանցագործներին, նետել է բանտը ցմա։ Առանց օրենքի, առանց դատարանի, դատու դատաստանի եւ այլն։ Երկիրը դարձել է աշխարհի 4-րդ ամենաապահով երկիրը։ Հիմա մի ուղղություն էլ սա է, բայց արդյոք սա ապագան ունի։ Ոչ, այդ մեթոդը բացարձակ ինձ համար մերժելի է եւ այդ մեթոդի կարիքը չուներ ու չունի Հայաստանի իշխանությունը, որպիսի արմատական բարեփոխումներ անի։ Սա իմ խորքային համոզմունքն է, վեճերի մեջ եմ եղել, ապացուցել եմ, ելի եմ պատրաստ ապացուցել, դրա կարիքը չկար եւ չկա այդպիսի մեթոդներին դիմելու։ Օրենքով ունես ազգային ժողովի իշխող մեծամասնություն, ունեցել ես նաեւ 18-21-ի արանքում։ Բոլոր այն օրենքները, որոնք պիտի լինեին քաղաքական գնահատական տալուց հետո անցումային արդարադատության բազմաթիվ գործիքների գործարկմամբ պիտի ընդունվեին եւ վարվեին ըստ այդմ։ Չի արել այս իշխանությունը։ Տարբեր պատճառաբանություններ ունի, դրա ժամանակը չէ իհարկե, ինքը տարբեր կերպ է դա բացատրում։ Լավագույն դեպքում Փաշինյանը այդ տեսակ հարցադրումների ասուլիսների ժամանակ ասում է. այո, վշտացած եմ, որ չստացվեց, այո, վշտա մեզ ինչ կամ ես ներել եմ ինձ ծեծող ոստիկաններին։ Հարգելիս կներես մեզ ծեծող ոստիկաններին ինչի ես ներել։ Քեզ ծեծող ոստիկաններին ներել ես։ Քո անձնական մոտեցումն է, բայց դա պետական գործի մոտեցում չէ, չէ՞։ Այդ ոստիկանները ինչ գործ ունեն հիմա այդ համակարգում առանց մեղայականի։ Հանրային ընկալման խնդիր նաև կա։ Տեսեք, Գյումրիում ինձ համար գոնե թե շատ անսպասելի էր Եվրոդաշինքի համեստ թվերը։ Որտեղ գյումրեցիները շատ ներողություն Հայաստանի ինչ-որ մի հատ հեռավոր, ինչ-որ մի հատ մարզի քաղաքի ներկայացուցիչներ չեն, էլի գյումրեցիները շատ կրթված, զարգացած ժողովուրդ են։ Ցավոք այդ պատրանքային կամ ստերեոտիպային ընկալումը նախապաշարական է։ Մենք չունենք մեր երկրում հանրային տրամադրությունների օպերատիվ չափման որակյալ վստահելի համակարգ։ Չկա մի հասարակական կամ չգիտեմ think tank կազմակերպություն, որը օպերատիվ ամիսը մեկ հանրային կարծիք չափի, այդ բանավեճի գիշերը արդեն բանավեճի մասնակիցների վարկանշերի զուտ հաղորդման, հա, կամ քարոզարշավների ընթացքում բոլոր հնարավոր տեխնացուների վարկանշերի օպերատիվ հետազոտման, հանրային կարիքների ուսումնասիրման որևէ մի օջախ, մի հաստատություն այդպես էլ չունեցանք, անկախ աղբյուրի նկատի ունեմ, հա, որը թույլ կտար մեզ իսկապես ընկալել, թե այս համայնքում ինչ տրամադրություններ են, այն համայնքում ինչն է նախապատվելի, ճանճիգյարն է նախապատվելի, տեխնացուները սկսեին ճանճիգյարներ գրել, էլի բանի մեջ, չկա դա, այսինքն հասարակության մեջ ահագին խորքային նախապաշարմունքային ստերեոտիպային ընկալումներ, թասիբի քաղաք, հիմա թասիբի քաղաքի դեպքում արժանապատվության քաղաք դուք տեսել եք այդ մարդու կառավարումը, բայց սկսենք նրանից որ արտահայտությունը ինքնին հայերեն չի։ Հա, դա արժանապատվության քաղաք։ Դե ես կլիշեն օգտագործեցի, թե չի բարձր։ Դրա համար եմ ասում։ Իմ փառապաշարում չօգտագործված բան է։ Նշանակություն ունի։ Ամենը նշանակություն հակուկապից բռնած եւ այլն, բայց դրանց ազդեցությունների չափերը հաշված չեն։ Ասենք գալիս է քարոզարշավի վերջին օրը, ինչ որ մի անհայտ ցագման կազմակերպություն բուկլետներ է տարածում քաղաքում, Եվրամիության դիտորդները եթե չելան, իրենք պատերազմ են հրահրելու։ Ուղիղ մեջբերում եմ այդ բուկլետից ես։ Հա, բանը Եվրամիության դեմ, մարդու իրավունքների դեմ, ժողովրդավարության դեմ տեքստեր են սրա մեջ։ Հիմա դրա ազդեցության չափը չգիտենք ինչպիսին է։ Ռուսական ռոպագանդան, որը հասկանալի է հայաստանյան հանրության 95%-ին, ով ռուսերեն գիտե, հա, մեղմ ասած, ինչ ազդեցություն է գործել եւ գործում հանրային գիտակցության վրա։ Բայց այս ամբողջի հետ մեկտեղ ես համարում եմ, որ պետական իշխանությունն է գլխավոր պատասխանատուն արժեքային փոփոխություններ բերելու կամ հեղափոխություն անելու հարցում։ Իր ձեռքում է լրատվամիջոցների մաքրության ապահովումը։ Գրաքննությունի նկատի չունեմ, բայց եթե որևէ լրատվամիջոց դրսից կլինի, ներսից կլինի, մանավանդ մեր մուլտիպլեքս օգտագործող դնում քարոզում է Հայաստանի ինքնիշխանության լուծարումը, պետական իշխանության բանն է, խնդիրն է այդ հարցը լուծելը։ Ես մի քանի տարի առաջ հրապարակային գրավոր, բանավոր առաջարկներ եմ արել, որ օրինակ
պետական բյուջեից ֆինանսավորվող, համայնքային բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների աշխատողները, ընտրություններին մասնակցած տեխնացուները, հաղթողները, падգամավորավական անդամ քաղաքապետարան, երբ պետությունը լուծարելու գաղափար են առաջ քաշում կամ արդարացնում են լուծարման գաղափարները, երեկվա ելույթ օրինակ, հա, ճիշտ կլինի, որ Հայաստանը դառնա, ենթադրենք, Հարավաֆրիկյան Հանրապետության կամ Անգոլայի հետ պիտի քրեորեն հետապնդվեն։ Ինձ իհարկե մեղադրել են, ասել են, որ դա խոսքի ազատության դեմ կամ Բելարուսի օրինակով Հայաստանը Ռուսաստանի էությունը հասկանում եք։ Ես էլ բացատրում եմ հետեւյալը, եթե քրեական օրենսգրքի մեջ հոդված կա, որով մարդու նկատմամբ ֆիզիկական բռնության կոչը, սպանելու կոչը, մարմնական վնասվածք պատճառելու կոչը, գույքային վնաս պատճառելու կոչը քրեորեն հետապնդելի է, իսկ դա քրեորեն հետապնդելի է մեր երկրում։ Ինչու պիտի պետությունը լուծարելու կոչերը քրեորեն հետապնդելի չլինեն գոնե այդ խմբի մարդկանց կողմից։ Երբ բանվոր մարդն է այդպիսի բաներ ասում, ոչինչ, ախպեր, թող ասի, բայց եթե մարդը ուզում է դառնալ падգամավոր կամ դարձել է падգամավոր ու բարբաջում է այն մասին, որ պիտի երկիրը լուծարել, ինքնիշխանությունը լուծարել, ինքը այդպես չի ասում, գնանք դառնանք էս ինչի անդամ, ինչու պիտի քրեորեն հետապնդման չենթարկվի։ 2-3 այդպիսի նախադեպ, եթե օրենքի մեջ լիներ դա, հա, եւ բոլորը լեզուներին կապ կտնեին։ Երեկվա այդ բաները մենք չէինք լսի այդ խոսքերը, նախկինում էլ ենք լսել, եկուս մյուսօր էլի ենք լսելու։ Հիմա այստեղ ով հախից կա, հիմա քաղաքացիները հո չեն գնալու քրեական հետապնդման ենթարկեն այդ մարդուն։ Եվ քննադատությունը, որ անում եմ ես հիմա ու արել եմ միշտ այդ տեսակ ռեպլիկներին, սա բավարար ազդեցություն չունի, մանավանդ այդպիսի բաներ ասողները տիրապետում են անհամեմատ ավելի մեծ ռոպագանդիստական եւ լրատվական ռեսուրսների, քան թե այս կամ իմ կամ մեկ ուրիշ հաղորդման ռեսուրսն է։ Սրա վրա հույս դնել նման անցումային ժամանակաշրջանում գտնվող երկրներում սխալ է պետական իշխանությունը, պիտի շատ կոնկրետ, օրինական միջոցներով արգելափակի կամ պատասխանատվության ենթարկի օրինակի համար այդպիսի կոչերը, էլի, հա, սա իմ մոտեցումն է, այսինքն ես պատասխանատվության մեծ բաժինը դնում եմ այդ պահի գործող իշխանության ուսերին, այդպես պիտի լինի։ Չի կարելի, որ իշխանությունն ասի ես բանը ժողովրդավարություն եմ ապահովում, երեք ես կարծեմ, հա, Փաշինյանը հերթական անգամ ասում է պուլտը ծերները դե ալիքը փոխեք։ Այ քեզ բան, այդ մարդուն մինչև այդ գիտակցությունը դու ներարկես, որ այդ մարդը, դե մարդ է, հերոստացույցով 70 ալիք են ցույց տալիս, ինքը պատտում է, բռնում է մի ապուշի զրույց այն մասին, որ Հայաստանը պիտի մտնի Ռուսաստանի Դաշնության կազմ։ Եվ ինչքան երջանիկ կլինի, եւ ինչքան հարուստ կապրի ժողովուրդը։ Կալբասը 3.20, արաղը 2.20, չգիտեմ եւ այլն, հա։ Բա ներողություն, պետություն կամ օտար երկրից ռոպագանդայի դեմ դու անելիք չունես, այն հուշագիրը, որով ստեղ ռուսական ալիք է հեռարձակվում, վերահեռարձակվում, Հայաստանի իշխանության եւ Ռուսաստանի իշխանության միջև կնքած հուշագիրն է 20 թվականի դեկտեմբերի 30 թե 31։ Այդ հուշագրով նախատեսվում է ալիքների վերահեռարձակման փոխադարձության սկզբունք։ Ինչպես այստեղ ռուսական ալիք են հեռարձակում, այնտեղ պիտի հեռարձակեին հայկական որևէ հեռուստաալիք հանրային։ Այո։ Հիմա այդ հուշագիրը ստորագրման օրվանից Ռուսաստանը խախտել է։ Մեր իշխանությունը 1-2 հաղորդում են փակել, հիշում եք, հա, այս ընթացքում։ Բա հարգելի պետական իշխանություն, այդ խախտելու երկրորդ ամսում, լավ հիմա, անցանք 4 տարին, պետական Ռուսաստանի Դաշնությանն չի չես ասել, թե խզում ենք մենք, դադարեցնում ենք ձեր ալիքների հեռարձակումը, որտեղ դուք փոխադարձության սկզբում բովանդակությունը հələ թողնենք, էլի ինչ եք հեռարձակել։ Հասարակ բան է, չէ՞։ Կամ պատկերացնում եք հայկական հանրայինը Ռուսաստանի հասցեին քննադատությամբ հաղորդումներով հեռարձակվում է ամբողջ Ռուսաստանի Դաշնության ռուսերենով։ Լուտանք, վիրավորանք, Պուտինի հասցեին քյուֆուր քյաֆար եւ այլն կներեք։ Հա, ու Հայաստանում ռուսական ալիքը չի հեռարձակվում, Հայաստանի իշխանությունը ռուսներին ասում է, գիտեք, այդ տեխնիկական հնարավորությունը չունենք։ Անպատկերացնելի է, չէ՞ սա։ Բայց ինչու է պատկերացնելի, որ հայաստանյան ՊՏԱ նախարարը կարող է ասել, մենք պարզել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ալիքը վերահեռարձակելու հնարավորություն չունի, ձեռեք առել ձեզ։ Դադարեցրեք այդ մուլտիպլեքսը հայկական հեռուստաալիքների ներողություն, հեռարձակել կամեցողների միջև մրցույթի տրեք եւ այլն։ Մենք 1 րոպե ժամանակ ունենք, եթե կարելի է ձևակերպել այդ 1 րոպեի ընթացքում, մեր եվրո իղձերը կիրականանա։ Եվրո իղձերը ուրեմն համադարման չեն։ Մեր մոտեցման, մեր քարոզարշավային միտքը եղել է հետեւյալը, որ քաղաքը ունենա ծառայությունների բարձրագույն ստանդարտներ, այնքան բարձր, որքան դա ասենք Եվրամիության ստանդարտներն են։ Ես հավատում եմ, որ ուրիշ քաղաքակրթական
ընտրություն առայժմ Հայաստանը չունի եւ պիտի գնա եվրոինտեգրման խորքային ճանապարհով։ Ժամանակի ընթացքում կարող է պարզվի, որ ուրիշ ճանապարհներ էլ կան լավ ապրելու, մարդկանց երջանկություն ապահովելու եւ ծառայություն։ Ի վերջո Աստվածաշանի Սալվադորյան օրինակ։ Չէ, դա անցանկալի մոդել է իհարկե, սխալ մոդել է, ավելի լավ մոդելներ կան, մի քիչ համբերատարեր պետք լինել եւ իհարկե վճռական։ Վճռականությունը համբերատարության հակոտնյան չէ, էլի։ Կարող էր այս իշխանությունը անել, չի արել։ Այս իշխանության զորությունը այսքանն է ախպեր։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Ամենայն բարիք ձեզ։